վարչական հայցողությունը ու իրականում իրանք իշխանության մարմիններ են, իրանք պրակտիկայում շատ ժամանակ ոչ թե խոչընդոտներ, այլ իրականում այդքան է իրանք արդարացի չեն վարվում։ Ընդհանրապես իրանք հանդիսանում են կատարողներ, ես չեմ ասում Երևանի քաղաքապետ կամ նախարարության նախարար, կան ստորաբաժանումներ, չէ, ղեկավարությունը իրանց վերահսկում է։ Դեպք եմ ունեցել շահութարկի հաշվետվություն պետք է ներկայացնենք, վստահորդից հայցի ապահովումը կիրառել, ուղղակի ջղայնացած եմ այդ դեպքի հետ կապված, որովհետև ինքը ընդհանուր իրավաբանական անձի վրա, ամբողջ գույքի վրա ինքը արգելանքել դու դատարանի որոշմամբ կա հերթականություն հարկադիր կատարում ողջարության մասին օրենքով սահմանվում է հերթականությունը, բայց ինչև է, ի սկզբանե ինքը չգիտի ինչ ունի ընկերությունը ու արգելանք է դնում, հարցում անում է ամեն տեղ, բայց երբ որ իմանում է տեղեկատվություն, որ ընկերությունը ունի մի քանի արժեքներ, ունի գումարներ, ընդհանուր առմամբ ներկապային ուներ 53 միլիոն դրամ, բայց հայցի ապահովումը եղել է 29 միլիոն դրամ։ Երբ որ ես ներկայացրեցի, որպեսզի գույքային հաշվետվություններ ներկայացրեցի, որ տրանսպորտային միջոցի արգելք, դրի արգելք տրանսպորտային միջոցների վրա բանկային հաշիվները բացվի, դա պետք է ժամանակ անցնել, քանի որ շահութարկի հաշվետվություն պետք է ներկայացնեն, պետք է բանկային հաշիվներից հանվեր այդ արգելանքները, ներկայացրեցի նաև նույն օրը դիմում, որպեսզի համապատասխան տեղեկանքով բանկից ցույց տալու, որ մի բանկում արդեն սառեցված է գումարը հայցի ապահովման չափով։ Ունեցած գումարը ինքը կարա ազատի։ Այդ հարցադրմանը ասում է եւ ինչ, որ դուք ինձ ներկայացրել եք նման դիմում, ասում է իմ մոտ արկա տեղեկատվության արկա արգելանք 53 միլիոնի, ասում եմ, բայց դուք գիտեք, որ հայցի ապահովումը կիրառված ընդամենը 29 միլիոն, ինչի հիմա վրա եք դուք արգելանք դրել ամբողջ ընկերության հաշիվների վրա։ Իրեն չի հետաքրքրում, թե կկրի ընկերությունը վնաս, չի ներկայացնի գումարներ չվճարի, ներկապային պետք է գնումներ իրականացնել, պատվերներ արտասահմանից պետք է բեռնափոխադրումներ իրականացնել, վճարում հարկադիր կատարողին դա չի հետաքրքրում։ Ուստեղ ես ջղայնանում ոնց որ ստացվում է հաճախորդը պետք է ինքը շահագրգռված լինի, որ ինքը այդ ամեն ինչը անի, ընդ որում մենք ներկայացնում ենք դիմում, խնդրում ենք արագ ընթացք տալ մարդկային բերումով հաշվի առնելով, որ շահութարկի վերջին աշխատանքային օրերն է, պետք է վճարումներ անի, իսկ իրենք ասում են ինչ, ես տենում եմ, ոնց որ իր անձնական համաչափ նպատակին ոչ ուղղված գործողություններ է իր կողմից կառուցվում, բայց ոչ բոլորը կարան իրենց թույլ տան դիմեն փաստաբանի, որ փաստաբանն իրականացնի իրենց շահերի պաշտպանություն։ Դրա համար կարևորը առանցքայինն է հենց վարչական մարմինը հենց ինքը սկսած են սովորական կատարողից, որը կայացնում է որոշումներ, որ մարդու իրավունք շահերին է շոշափում, պետք է իրականացվի պատշաճ վարչարություն եւ վարչական հայցողությունը օրենքի սահմաններում։ Ճիշտ եք նկատում, որ պատշաճ վարչարությունն է կանխորոշում վարչական դատարան ներկայացվող հայցերի քանակը եւ եթե դիտարկում ենք վիճակագրությունը, ապա շատ են կազմում անվավեր ճանաչված վարչական մարմինների ակտերը եւ այս առումով շատ կարեւոր է, որ վարչական մարմինները իրականացնեն պատշաճ վարչարություն իսկ դատական պաշտպանության ընթացքում ինչ եք կարծում դատարանը պետք է միայն դիտարկի ակտի իրավաչափությունը, թե նաև պետք է պայմանական ասած ըստ էության որոշմանն էլ անդրադառնա եւ ինչպիսին է պրակտիկան։ Պետք է հասկանանք, որ դատական իշխանությունը այստեղ իրականացնում է ընդհանրապես վերահսկողություն, ինքը չի կարա այստեղ արդեն իշխանությունների տարանջատման խնդիր է առաջանում։ Ինքը ընդհանրապես իրականացնում է վերահսկողությունը, արդյոք իրականացվել է պատշաճ վարչարություն, սահմանադրական սկզբունքները պահպանվել են եւ օրենքի շրջանակներում է կայացվել վարչական ակտը կամ կատարվել է այս կամ այն գործողությունները։ Իրականում իր դերը շատ մեծ է, վերահսկողությունը ինքը անմիջապես իրականացվում է ու շատ լավ է, որ այս դեպքում լինում են պրակտիկային դեպքում տարբեր ոլորտների, օրինակ ես մի դեպք ասացի, կան օրինակ հարկային իրավախախտումների հետ կապված, որ դատարանը վերլուծել է տվյալ վարչական իրավահարաբերությունները, հարկային իրավահարաբերությունը տվյալ դեպքում իրականացրել է, որ հայցողական լիազորությունը իրականացել է ոչ պատշաճ վարչարություն է, ոչ պատշաճ, որ նմանատիպ վարքագծի դեպքում տուգանքները ինքը ճանաչվել է անվավեր, այդ իսկ պատճառով հարկային ու այս դեպքում ունեք Երևանի քաղաքապետարանը արդեն այլ գործընթաց է նախաձեռնում, իրականացվել են համապատասխան օրինակ հարկային օրենսգրքում փոփոխություններ, իրենք հաշվի են առնում դատական պրակտիկան ու դա շատ ողջունելի է իրականում, բայց այստեղ պետք է նշենք ոչ թե դատարանը իրականացնում են վարչական մարմնի փոխարեն որոշում են իրականացում, այլ իրենք վերահսկում են արդյոք ինքը կայացվել է
հստակ ճիշտ օրենքի սահմաններում վարչական ակտ իր հայցողությունը իրականացրել է պատշաճ օրենքի սահմաններում, թե ոչ ընդհանրապես վերահսկողություն է, որովհետև այս դեպքում օրինակ վարչական ակտն է անվավեր ճանաչում, կամ էլ ինքը ասում է նման պայմաններում դու պետք է հայցողությունը իրականացնել այս տարբերակով, պարտավորեցնում է օրինակ ընդունել այս բանապաս վարչական ակտը։ Այդ դեպքում ողջունելի է, բայց չպետք է դրան հասնի սկզբանե, որովհետև ոչ բոլորը կարան իրենց թույլ տան դիմել դատական պաշտպանությանը ու ստացվում է, որ անձը ունի խախտված իրավունք, որի պաշտպանության համար տևում է 2-3 տարի, չպետք է նման բանին հասնենք։